Չի կարող դատարանը որոշել ով է եպիսկոպոս, ով չի եպիսկոպոս։ Ուղղակի չի կարող։ Դա նույնն է, որ երեխայիդ վերցնես տանես դատարան, ասես հարգարժան դատարան, կկնքեք այս երեխային։ Բայց մյուս կողմից նաև աբսուրդ։ Այսինքն դատարանը Հայաստանում որոշում է ով է եպիսկոպոս, ով չէ։ Ես կարամ դիմեմ դատարան, ասեմ, խնդրում եմ Էդմոն Մարուքյանին ճանաչեք եպիսկոպոս, ուզում եմ եպիսկոպոս լինեմ։ Կարամ նման բան անեմ։ Բարելույս ելի հայրենակիցներ, ուզում եմ միասին քննարկենք մի հարց։ Արդյոք կարող է որևէ քաղաքացի դիմել Հայաստանի Հանրապետությունում առաջին ատյանի դատարան եւ պնդել, որ դատարանը պետք է իրեն ճանաչի, օրինակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոս, կամ ճանաչի կաթողիկոս, կամ ճանաչի քահանա, այսինքն կարգավիճակ տա դատարանը տվյալ քաղաքացուն։ Նմանապես կարող է դատարանը ճանաչել օրինակ որևէ մեկին Եհովայի վկաների, հա, նման կրոնական կազմակերպություն կա գրանցված Հայաստանում, ասենք, չգիտեմ, ինձ մոտ ինչա կոչվում, հովիվ, ղեկավար, ինչ որ պաշտոններ, ինչ որ կարգավիճակներ կարող է դատարանը Հայաստանի Հանրապետությունում նման բան որոշել։ Եվ նույնի ընդհակառակը, ցանկացած կրոնական կազմակերպությունում կարող է արդյոք դատարանը որոշել, որ այս մարդը եպիսկոպոս չէ, այս մյուսը եպիսկոպոս է, այս մյուսը հովիվ է, այս մյուսը հովիվ չէ, այս մյուսը կաթողիկոս է, այս մյուսը կաթողիկոս չէ։ Կարող է նման բան լինել։ Հիմա տեսեք ինչ է կատարվում, սիրելի հայրենակիցներ։ Մայրաթորի եւս 6 եպիսկոպոսներ մեղադրյալներ են։ Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Քրեական այս նոր պատմությունը վերաբերվում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Գևորգ Սրբազանը մի քանի օր առաջ նաեւ կարգալույց հռչակվեց։ Այսօր քննչական կոմիտեն հրավիրել։ Մի րոպե, այսինքն ով որ մարմինը որ ճանաչել է Արման Սարոյանին, այլևս Գևորգ եպիսկոպոս եւ նշանակել Մասյացոտնի առաջնորդ, նա էլ կամ նույն մարմինն էլ ազատել է նրան այդ դիրքից, այսինքն նշված իրավունքներով, բայց ոչ սահմանադրաիրավական, այլ իրենց կանոնակարգերի մեջ, հա, հավատքի, կրոնական օժտված է այդ մարմինը եւ այդ մարմինն էլ ազատել է։ Հիմա ի՞նչ է տեղ ունեցել։ Կարգալույց եղած եպիսկոպոսը դիմել է դատարան եւ դատարանը որոշել է, որ չէ, նա պետքա վերականգնվի նաեւ Մասյացոտնի որպես ղեկավար սկզբից եւ նաեւ արգելվել է մնացած գործողությունները, այսինքն դատարանը որևէ լիազորություն չունենալով փորձել է իշխանություն բանեցնել մի տարածության, մի process-ի նկատմամբ, որի նկատմամբ ինքը լիազորություններ չունի։ Բացարձակապես չի կարող դատարանը որոշել ով է եպիսկոպոս, ով չի եպիսկոպոս։ Ուղղակի չի կարող։ Դա նույնն է, որ երեխայիդ վերցնես տանես դատարան, ասես հարգարժան դատարան, կկնքեք այս երեխային, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, կնքեք, թող դառնա քրիստոնյա, կարա դատարանը որոշի։ Չի կարող դատարանը նման բան որոշել։ Բայց քանի որ Հայաստանում դատարանները իշխանության տակ են, ծառայում են իշխանությանը, այս եկեղեցու դեմ իշխանության արշավի շրջանակներում դատարանը նման որոշում կայացրել է։ Հիմա գնացինք առաջ, ինչ ա եղել։ Մայրաթորի Մակար, Հովնան, Հայկազուն, Վահան, Նաթան եւ Մուշեղ Սրբազանները։ Քննչական կոմիտեից դուրս եկած Մակար Սրբազանի հետ զրուցեցինք, նա ասաց. Այսինքն քննչական կոմիտեն ժողովի անդամ կոլեգիալ մարմնի նկատմամբ քրեական գործ է հարուցել, որ իբր դատարանի որոշումը չեն կատարում կամ չի անհասկանալ ինչ որ գործ է հարուցել կոլեգիալ մարմնի նկատմամբ, որ ժողով են արել ու որոշել են, որ այսինչ մարդը պետք է ազատվի այսինչ դիրքից։ Ժողով են արել, որոշել են, որ այսինչ մարդը պետք է այլևս չլինի եպիսկոպոս։ Բնականաբար կաթողիկոսի գլխավորությամբ։ Հիմա գնանք առաջ։ Բացի այն, որ ժողով են արել դա որոշել են, ժողովի ժամանակ մարդ ա եղել ով որ ժողովի նիստը արձանագրում է, այսինքն քարտուղար է նիստի, որը ժողովի անդամ չի, ձայնի իրավունք չունի, չի քվեարկում, ով գործընթացներն արձանագրած քահանային Տեր Մովսես քահանա Սահակյանին, նա նույնպես տարակուսած էր, լավ չէր պատկերացնում, անդադ շեշտում էր, որ ինքը որևէ որոշում կայացնող չէ, ընդհանրապես ժողովի արձանագրությունն է կազմել։ Չի կարող լինի սա։ Որպես մեղադրյալ։ Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Քարտուղարությամբ եմ զբաղվում։ Մեղադրյալի շինարարական որոշում չկատարելի այս գործում։ Չեմ կարող որոշ մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Այսինքն ժողովը, որ ժողով է եղել, ժողովի քարտուղարին ու արձանագրում է ժողովի մասնակիցներին ինչ են որոշել։ Նույնպես քրեական գործով մեղադրյալ է ներգրավել։ Այս մարդն էլ է մեղադրյալ, քահանա է։ Տեր Մովսեսը։ Հիմա սերի հայրենակիցներ, այս ամեն ինչը ինչի համար արվում։ Այս ամեն ինչը արվում է, որ եկեղեցու հրավիրած ժողովը, որը հրավիրվել է, եթե չեմ սխալվում, Ավստրիայում, չեղարկվի։ Բայց ո՞նց անեն, որ չեղարկվի։ Ո՞նց անեն, որ այս մարդիկ չգնան այդ ժողովին եւ ժողովը տեղի չունենա։ Հարուցեն քրեական գործ, քրեական գործով նրանց ներգրավեն մեղադրյալ, ընտրեն խափանման միջոց
Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքից չհեռանալ եւ դրանով խանգարեն եկեղեցու ժողովին, որը եկեղեցին իր լիազորությունների մեջ հրավիրել է։ Դրա հետ պետությունը, քննչական մարմինները, վարչապետը, դատախազը, քննչական կոմիտեն, դատարանները ոչ մի կապ չունեն եւ չեն կարող որևէ կոնֆիգուրացիայով ունենալ։ Սա հանցագործություն է։ Սա այսինչ որ մի տեղ ունենում, այս քննչական կոմիտեն չոնում հանցագործություն է։ Լաղը մյուս օրես քննիչները գնալու են ցուցմունքներ տան։ Ասելու են մեզ զանգեց այսինչ մարդը, կամ վարչապետի աշխատակազմից, կամ վարչապետի օգնականը, ինչ որ մեկը միջնորդավորված, վարչապետը ուղիղ չի զանգի։ Եվ ասեց, որ պետք է անեք սենց բաներ, եւ մենք այս սենց բաներ արեցինք։ Հասկանում եք, սա հանցագործություն է, ժողովուրդ։ Հանցանք, քրեական գործ, սահմանադրության խախտում, բարձր աստիճանի ապօրինություն, չգիտեմ, ինչ բառերով նկարագրեմ։ Բայց մյուս կողմից նաեւ աբսուրդ։ Այսինքն դատարանը Հայաստանում որոշում է ով է եպիսկոպոս, ով չէ։ Ես կարամ դիմեմ դատարան, ասեմ, խնդրում եմ, Էդմոն Մարուքյանին ճանաչեք եպիսկոպոս, ուզում եմ եպիսկոպոս լինեմ։ Կարամ նման բան անեմ։ Եթե չեմ կարող նման բան անեմ, ոնց կարող ինչ որ մեկը դիմի, ասի ես եպիսկոպոս եմ, եպիսկոպոս չեմ, խնդրում եմ արգելեք կամ կանխարգելեք կամ ինձ հետ ճանաչեք որպես եպիսկոպոս։ Ոնց, էլի, ոնց եք դուք դա ուզում անեք, որ դիմել եք, գնացել եք դիմել եք դատարան։ Ավելին պետք է այն բոլոր մյուս մասնակիցներին նույնպես, ովքեր դրժել են ուխտը, նրանց բոլորին կարգալույց անեն իմ կարծիքով։ Եվ ազատեին բոլոր պաշտոնից։ Հիմա մեկին են արել, մեկի հետ կապված է այս պայքարը։ Բայց եկեղեցին պետք է գնա բնականաբար իր իրավունքները պաշտպանելու ճանապարհով մինչև վերջ, որովհետև եթե որևէ տեղ հապաղեն, դեն մեկ ինչ են անում այս քրեական գործերով, դեն մեկ ինչա կատարվում էլի։ Սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչ որ տեղի ունենում, ես ուղղակի ինչ եմ ուզում եմ ժողովրդական լեզվով, համեմատություններով ցույց տալ, որ սա ապօրինություն է, սա հանցագործություն է, սա հանցագործություն է։ Եվ Հայաստանում սպասվում են ընտրություններ, ընտրություններով հնարավոր է այս հանցագործությունները անողներին հեռացնել։ Գնալ ընտրական տեղամասեր, ընտրել օրինակ մեզ, եւ մենք կդադարեցնենք այս process-ը եւ կպատժենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս այլանդակությունները անում են։ Սա այլանդակություն է, սա միջամտություն է կրոնական կազմակերպության ներքին գործերին, որը սահմանադրությամբ արգելված է։ Սա բացահայտ անմեղ մարդկանց քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է, որը էլի հանցագործություն է։ Անմեղ մարդկանց իրավունքները սահմանափակել է, օրինակ երկրից դուրս չգալ։ Հիմա պարզա չէ ձեզ, որ այս քրեական գործով նաև կաթողիկոսին են ներգրավելու, որովհետև այդ եպիսկոպոսները որ չեն կարող արդեն գնալ, որովհետև փակվեց սեկտը օթանավակայանում կամ մյուս բոլոր սահմանային կետերում, բայց կաթողիկոսը կարող է գնալ։ Հետաբար ինչ պետք է անեն, պետք է նաև այս գործով կաթողիկոսին մեղադրյալ ներգրավեն եւ նույնպես փակեն սեկտը։ Ամբողջ աշխարհը հետևի հայ ազգը, Հայաստանը խայտարակ լինի, որ իր կրոնական առաջնորդներին, իր կրոնական ղեկավարությանը ինքն իր ձեռքերով փորձում է ոչնչացնել, խայտարակել, պախարակել, քանդել ինքն իր եկեղեցին, ինքն իր հավատքը։ Այսինքն այդ թուրքերը, Ադրբեջանը, մեր բոլոր ճշնամիները, բան, ստեղ գործ չունեն, իրանք ասել են դուք արեք, ստեղ արվում է։ Ստեղ դուք ձեզանով կործանեք ձեզ։ Դուք ձեզ ոչնչացրեք եւ ստեղ արվում է այդ ամեն ինչը։ Ոչ մի խնդիր։ Ումից եք նեղանում, ում եք ինչ ուզում հարցնեք, էլի։ Ում։ Դա կարա օրինակ Բրիտանիան, ասենք, անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդին հետապնդի։ Տեսել եք նման բան։ Կարան օրինակ բանան կաթոլիկ եկեղեցու ղեկավարի նման կերպ վարվեն օրինակ Հռոմի պապին հետ կարան նման կերպ վարվել։ Որտեղ եք էլի, Ռուսաստանում կարան իրանց պատրիարքին նման բան անեն։ Հունաստանում կարան իրանց պատրիարքին նման բան անեն։ Բոլոր պետությունները սուրբ հարաս պահում են իրանց կրոնական առաջնորդներին, այդ ինստիտուտը, այդ մարմինը փորձում են աջակցել, զարգացնել, հզորացնել իրանց ինքնության պաշտպանության, միջազգային հարաբերություններում օգտվում են նրանց ցանցից հնարավորություններից, դիվանագիտության մեջ։ Միայն Հայաստանում ամբողջ աշխարհում, միայն Հայաստանում իշխանությունը ինքը երկրի ներսից ինքը քանդում է իր երկիրը։ Այս իշխանությունը կամուրջ է Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանը վերացնելու։ Մենք արդեն բոլորս համոզվել ենք սրա մեջ։ Ով չէր համոզվել, մի քիչ ուշ համոզվել, բան, այտենց քիչ համոզվել բոլորս, այս բոլոր գործողությունները դրա մասին են։ Մենք արդեն համոզված ենք։ Ես այսինչ ինչ ասում, համոզված եմ ասում։ Ժողովուրդ ջան, էսա իրավիճակը։ Պետք է կանխել, պետք է դադարեցնել այս ամեն ինչը։ Ու դրա հնարավորությունը յուրաքանչյուր մեկ ձայն ունեցող մարդու ձեռքում է։ Այսքանն եմ ուզում այսօր ասեմ, խնդրում եմ, կիսվեք, տարածեք, միացեք YouTube-ի ալիքին։ Եվ սպասեք մեր այլ հարցերով, վերլուծություններին, արձագանքներին եւ առաջարկություններին։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։